Գարնան առաջին ամիսը կբացի բազմաթիվ հնարավորություններ, որոնք դուք նույնիսկ չէիք կարող պատկերացնել։ Երկար սպասված գարունը կսկսվի պայթյունով։ Մարտի 3-ին մենք կտեսնենք հազվագյուտ լրիվ լուսնային խավարում, որը հայտնի է որպես արյան լուսին։ Այս աստղագիտական իրադարձությունը մեզ էներգիա կտա ամսվա մնացած մասի համար։ Նոր եղանակի գալուստով լավագույնն է դեն նետել հին իրերը եւ հնարավոր է նույնիսկ փոխել ձեր ոճը։ Գարունը լավագույն ժամանակն է ձեր արտաքին տեսքի հետ փորձարկումներ անելու համար, ուստի աստղերը խորհուրդ են տալիս չվախենալ եւ համարձակորեն գործել։ Արևելյան օրացույցի յուրաքանչյուր նշանի համար մանրամասն հորոսկոպ, ամբողջական կանխատեսում եւ հաջողակ օր, տիեզերքի առաջնորդությունից արևելագույնս օգտվելու համար։ Առնետ։ Մարտի սկզբից ձեզ սպասվում է զբաղված շրջան, գործնական հանդիպումներ, կարևոր պայմանագրերի ստորագրում եւ գործուղումներ։ Չնայած շատ աշխատանք կլինի, ձեր եկամուտը կգա փոքր, բայց կայուն աճով։ Սիրո մեջ դուք շրջապատված կլինեք հոգատարությամբ եւ ջերմությամբ, ինչը կօգնի ձեզ խուսափել գերհոգնածությունից։ Եթե դեռ հարաբերությունների մեջ չեք, ազատ ժամանակը նվիրեք ինքներդ ձեզ, այցելելով սպա կենտրոններ, մերսումներ եւ թատրոն ու կինոթատրոն։ Ձեր հաջողակ թիվը մարտի 3-ը։ Ցուլ։ Այս ամիս դուք պետք է սովորեք ասել ոչ, եթե ինչ-որ բան ձեզ չի համապատասխանում։ Ձեր տնից դեն նետեք ավելորդ իրերը եւ կատարեք այն գործերը, որոնք երկար ժամանակ ձեզ ծանրաբեռնել են։ Եթե հարաբերությունների մեջ եք, մարտը լավագույն ամիսն է ռոմանտիկ ճանապարհորդության համար։ Այս նշանի միայնակ ներկայացուցիչները պետք է կենտրոնանան ինքնակատարելագործման վրա։ Ձեր հաջողակ թիվը մարտի 10-ը։ Վագր։ Դուք լի կլինեք ձեր կարիերայի համար էներգիայով։ Մի նստեք կողքի վրա եւ նիստ անձնեք բոլոր նախագծերը։ Տիեզերքն այժմ ձեր կողմն է։ Այնուամենայնիվ դուք պետք է զգուշ լինեք ձեր ֆինանսների հետ։ Մարտ ամսվա իմպուլսիվությունն ու քաոսը կարող են բացասաբար ազդել այս ոլորտի վրա։ Հարաբերությունները լցված կլինեն ներդաշնակությամբ եւ քնքշությամբ։ Նույնիսկ այս նշանի միայնակ ներկայացուցիչները կկարողանան գտնել իդեալական զուգընկեր։ Ձեր հաջողակ թիվը մարտի 5-ը։ Ճագար։ Մարտը ձեզ ոգեշնչում կբերի ձեր բոլոր առաջադրանքներն ավարտելու համար։ Կարող եք նաև մտածել նոր նախագիծ սկսելու մասին, որը պահանջում է ստեղծագործական մոտեցում։ Ամսվա կեսերին ձեր ինտուիցիան կսրվի, լսեք այն։ Դուք կարևոր զրույց կունենաք ձեր զուգընկերոջ հետ, որը ամեն ինչ իր տեղը կդնի։ Եթե միայնակ եք, կարող եք ցուցահանդեսներում կամ թանգարաններում հանդիպել արժանի տղամարդու։ Ձեր հաջողակ թիվը մարտի 20-ը։ Վիշապ։ Գարնան գալստով դուք իսկապես կփայլեք։ Աշխատանքի վայրում ձեզ կարող են սպասել ճանաչում, բոնուս կամ նույնիսկ պաշտոնի բարձրացում։ 2026 թվականի մարտի չինական աստղագուշակը ձեզ վստահեցնում է։ Կարևոր է կառավարել ձեր ժամանակը եւ չմոռանալ ձեր սիրելիների մասին։ Ամուսնության առաջարկը կարող է սպասվել մարտի վերջին, եւ եթե դեռ միայնակ եք, կարող եք ճանապարհորդելիս հանդիպել արժանի տղամարդու։ Ձեր հաջողակ թիվը մարտի 10-ը։ Օձ։ Մարտ ամսին լավագույնն է չկիսվել ձեր ծրագրերով ուրիշների հետ։ Նախ դրանք ներքուստ կատարելագործեք։ Աշխատանքի ժամանակ ցուցաբերեք նախաձեռնություն, ձեր ղեկավարների հարգանքը արժանանալու ձեր ապագա հեռանկարների համար։ Հարաբերությունների մեջ գտնվողները պետք է սկսեն պլանավորել իրենց ամառային արձակուրդը եւ մտածել իրենց բյուջեի մասին։ Այս կենդանակերպի նշանի միայնակ կանայք կարող են ակնկալել զուգընկեր գտնել իրենց ընկերների շրջանում։ Ձեր հաջողակ թիվը մարտի 18։ Ձի։ Հիանալի ամիս է արդյունավետ աշխատանքի համար։ Դուք կունենաք էներգիա ամեն ինչի համար, ձեր կարիերայի, սպորտի, հոբիների եւ շփման համար։ Մարտի վերջին դուք կարող եք ցանկանալ հանգստանալ եռուզեռից եւ 1 օր անցկացնել ձեր մտքերի հետ։ Մի զրկեք ինքներդ ձեզ դրանից։ Եթե հարաբերությունների մեջ եք, մի մոռացեք կիսվել ձեր փորձով ձեր զուգընկերոջ հետ։ Եթե դեռ փնտրում եք, փորձեք ձեր բախտը ծանոթությունների կայքերում, բայց զգուշ եղեք։ Ձեր հաջողակ թիվը մարտի 22։ Ոչխարներ։ Այս ամիս փորձեք ավելի քիչ կենտրոնանալ աշխատանքի վրա։ Կենտրոնացեք միայն ամենակարևոր գործերի վրա եւ խուսափեք նոր նախագծեր ձեռնարկելուց։ Կենտրոնացեք ձեր տան եւ առօրյա կյանքի վրա։ Մաքրեք պահարանները, կարգի բերեք եւ հեռացրեք ավելորդ իրերը։ Սիրելիների աջակցությունը կարևոր է ձեզ համար։ Ավելի հաճախ այցելեք եւ մինի հանդիպումներ ունեցեք ձեր զուգընկերոջ հետ։ Եթե միայնակ եք, փորձեք հանդիպել ինչ-որ մեկի հետ ստեղծագործական միջավայրում։ Ձեր հաջողակ թիվը մարտի 27։ Կապիկ։
Կարիերայի առումով դուք շրջապատված կլինեք շահավետ առաջարկներով եւ հավակնոտ նախագծերով։ Դուք էներգայով կլցնեք ձեր շրջապատի բոլորին եւ դրա դիմաց մարդիկ երախտապարտ կլինեն։ Փորձեք ժամանակ հատկացնել նաեւ ձեր սիրելիներին։ Մարտի կեսերին լավագույնն է արձակուրդ վերցնել եւ ռոմանտիկ ճանապարհորդության մեկնել ձեր զուգընկերոջ հետ։ Այս կենդանակերպի նշանի միայնակ կանանց համար 2026 թվականի մարտի չինական հորոսկոպը խորհուրդ է տալիս ամիսը նվիրել ինքներդ ձեզ։ Ձեր հաջողակ թիվը մարտի 15։ Աքաղաղ։ Այս ամիս կարող եք իսկական փորձության բախվել աշխատանքի վայրում։ Մի վախեցեք, դուք կատարյալ կհաղթահարեք բոլոր առաջադրանքները եւ նույնիսկ կհասնեք դրական արդյունքի։ Արդյունավետ աշխատանքային օրվանից հետո մտածեք ամսվա վերջում կարճատև արձակուրդ վերցնելու եւ որոշ ժամանակ միայնակ անցկացնելու մասին ձեր զուգընկերոջ հետ։ Սա ոչ միայն կվերադարձնի ձեզ ձեր սովորական ռիթմին, այլև կօգնի ամրապնդել ձեր հարաբերությունները։ Եթե միայնակ եք, նվիրեք ձեզ նոր հագուստ կամ այցելեք սպա։ Ձեր հաջողակ թիվը մարտի 25։ Շուն։ Մինչ ամիսը հանգիստ է ձեր կարիերայում, ձեր հարաբերություններում ձեզ սպասում է ինտենսիվ հույզերի շրջան։ Դուք ոչ միայն նվերներ եւ ճանաչում կստանաք ձեր զուգընկերոջից, այլև կսնուցեք կայծը ձեր հոգատարությամբ։ Երկար, անկեղծ զրույցներ ունեցեք եւ սահմաններ սահմանեք։ Հնարավոր է ամսվա վերջում ամուսնության առաջարկ ստանաք։ Եթե միայնակ եք, ամիսը նվիրեք ինքներդ ձեզ եւ ձեր հետաքրքրություններին։ Ձեր հաջողակ թիվը մարտի 8։ Խոզ։ 2026 թվականի մարտի չինական աստղագուշակը խորհուրդ է տալիս չհետաձգել կարևոր գործերը, այլ անմիջապես անցնել աշխատանքի։ Սա կօգնի ձեզ բարելավել ձեր հարաբերությունները ձեր ղեկավարի հետ եւ նաեւ որոշակի գումար վաստակել ամառային ուղևորության համար։ Սիրո մեջ ձեզ սպասում է անսպասելի հանդիպումների եւ հաճելի անակնկալների ամիս։ Մարտի վերջին միասին գարնանային մաքրություն արեք, բաժանվեք այն բաներից, որոնք այլևս ձեզ չեն ոգեշնչում եւ սկսեք նոր հիշողություններ ստեղծել։ Եթե դուք միայնակ եք, ձեր իդեալական տղամարդ արդեն մոտ է։ Ձեր հաջողակ թիվը մարտի 29։